Ես հիշում եմ նոր էի ապաշխարել, երևի մի տարվա, ու և որ նոր ապաշխարել էի, սկի երևի կես տարվա, շատ էի ցանկանում գնայի եկեղեցի չկար։ Մի քանի ընտանիքներ կային, մի երկու ընտանիք կար, որ հավատացյալ էին, էնել ոնց որ թե զգում էի, որ կիսա չուզելով էին, ասենք ես միշտ ուզում էի, ամեն օր համարյա ուզում էի թե հետները շփվեի, բայց ոնց որ չէին ուզում։ Ու այդ ժամանակն էր, որ երազում էի, ասում էի, Տեր, իրոք եկեղեցի, մարդիկ, որ քեզ են սիրում, մարդիկ, ովքեր որ քո անունը ուզում են մեծարեն, իրոք երազում էի։ Ու փառք Աստծո, երբ որ մենք ճիշտ երազանքներ ունենք, Աստված իրականացնում է։ Փառք Հիսուսին։ Իրոք մեծ Աստված է։ Չեղածից սարքում է եղած։ Մարդ ընդհանրապես հեռու է Աստծուց, այդ մարդուն Աստված սարքում է աստվածավախ նվիրված մարդ։ Չկա մի մարդ, չկա մի ընձևի իրավիճակ, որ Աստված անկարող լինի, նա մեծ է, նա ամենակարող է, ամենազոր է։ Այսօր ես մի քիչ սրա մասին կուզենամ խոսամ, որ դու իմանաս ինչ Աստծո հետ գործ ունես։ Եղբայրներ, քույրեր, նոր կտակարանում տարբեր տեղեր կարդում ենք, մի տեղ չի, տարբեր տեղեր, որ հավատացյալները ճիշտ սկսում են հոգով, հավատքով, բայց քիչ գալին գնում են սխալ ուսմունքների մեջ։ Տարիների ընթացքում ես որ շփվել եմ, տեսել եմ շատ բաներ, բայց նաև ավետարանի մեջ է գրած։ Մեկ էլ մարդը նենց բան կասի, որ զարմանում ես, ասում ես, լավ դու ո՞նց եկար դրան։ Ոնց հասկացար, որ դա պետք է անես։ Բայց մարդը անկեղծ մտածում է, որ Աստծուն է փառավորում կամ Աստծուն է ծառայում։ Օրինակ, Գաղատացիս գիրքը, օրինակ Եբրայեցիս գիրքը, օրինակ Կողոսացիս գիրքը, հավատացյալները հոգով էին սկսել, բայց ապրում էին լրիվ ուրիշ բանի մեջ։ Արդեն շեղվել էին։ Հələ առաքյալն էլ ասում է, ով ձեզ կախարդեց, ով ձեզ հմայեց, ով ձեզ գայթակղեց, այդ որտեղից դուք իմացաք, որ այդ ձև պետք է արվի։ Ինչ հոգի բացեց ձեզ։ Բայց դա տենց է։ Ես էլ տարիների ընթացքում կիսա թողեցի իմ խոսքը, տարիների ընթացքում տեսել եմ մարդիկ, որ հենց մտքեր են ասում։ Զարմանում եմ, ասում, տես մի ոնց կարա մարդը գա այդպես մտքի։ Մեր Աստված այդ Աստվածը չի։ Սիրելիս, շատ կարևոր է, որ դու ճիշտ ուսմունքի մեջ մնաս։ Շատ կարևոր է դա։ Ուղղակի չես պատկերացնի, ինչքան քիչ մարդը կարա շեղվի ու եկեղեցուց դուրս գա ու գնա աշխարհիկ մարդ դառնա։ Դրա համար շատ կարևոր է, որ դու եկեղեցու մեջ լինես, եկեղեցու վարդապետության մեջ լինես, ընդունես այդ վարդապետությունը։ Այն ինչքան որ դու գիտես։ Իհարկե շատ վարդապետական բաների մասին մենք չենք խոսում, բայց ամեն անգամ, երբ որ կարիքը կա, դրա մասին ես որպես հոյու ասում եմ, ոնց է ճիշտ, ոնց է Աստվածաշունչը ինչ նկատի ունի։ Սա շատ կարևոր է։ Կողոսացիս 2:6-ից 9 եկեք կարդանք։ Կողոսացիս 2:6-ից 9։ Ուրեմն, ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին, Տիրոջը, նրանով էլ ընթացեք։ Ինչպես ընդունեցիք, նկատի ունի, ինչպես ավետարանը ձեզ ասվեց։ Սա կարևոր բան է։ Մարդը կարա իր պատկերացումով բաներ անի, բայց Պողոս առաքյալը միտեղ ասում է,
որ եթե հրեշտակել գա ուրիշ ավետարան ասի, անիծյալ թող լինի։ Չկա ուրիշ ավետարան։ Բայց կա ծուռ ավետարան, կա ծուռ ուսմունք, սխալ ուսմունք։ Դա համար ասում եմ, ինչպես ընդունեցիք, ումից ընդունեցին, Եփափրաս եղբորից։ Առաջի Կողոսացիներ առաջի գլուխ 7-րդ խոսքը դրա մասին է խոսում, ու նաև 4-րդ գլխում է խոսում իր մասին, որ Պողոս առաքյալի հետ միասին հավասար այդ մարդը ծառայել է Կողոսացիս եկեղեցին, Կողոս այդ քաղաքում, եթե քաղաք է, փոքր իհարկե։ Այսօրվա Թուրքիայի տարածքում է։ Աստված տա հնարավորություն լինի, միգուցե մենք տուր կազմակերպենք այս հայտնության 7 եկեղեցիները, որ գտնվում են Թուրքիայի տարածքում, այսօրվա Թուրքիայի տարածքում, նաև այս քաղաքն էլ է գտնվում Թուրքիայի տարածքում։ 7-րդ խոսքը։ Արմատավորված եւ նրանով շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք եւ դրա մեջ աճեք, գոհություն հայտնելով։ 3 բանի մասին աստեղ խոսում շատ կարևոր։ 3 բան։ Արմատավորվել, շինվել ու մեկ էլ հաստատվել ուսմունքի մեջ։ Հաստատել այն մտքով, որ դու օֆիցիալ ճանաչում ես քո կյանքում այդ ուսմունքը ճիշտ է։ Այդ ես ասում եմ, բացում եմ փակձը, որ հասկանաք ինչ է նշանակում բանի հավատքի մեջ հաստատվել։ Արմատավորվել։ Դուք ինքներդ որոշ մարդկանց տեսել եք, որ եկեղեցում չեն արմատավորվել ու քամիները, տարբեր քամիները այս մարդկանց տանում է։ Չեն դիմանա, ի վիճակի էլ չեն դիմանան։ Նրանք ուզենանել չեն կարա դիմանան։ Ցանկացած բույս, ցանկացած ծառ, փոքր, երբ որ արմատներ ունի ու չի տնկված հողի մեջ, նա չի դիմանա, նա չի կարա։ Արև, անձրև, չորանալու է, չի կարալու, կյանք չկա։ Դրա համար տեղային եկեղեցին շատ կարևոր է ժողովուրդ ջան, որ ստեղ խոսքը մի գնում է կորտեքի մասին, ստեղ դու արմատավորվես, հաստատվես։ Բայց մի քանի բաներ կա կարևոր։ Ես որ նոր էի ապաշխարել, ես չէի կարողանում բարձր աղոթեի, չէի կարողանում։ Վստահ երևի ես մեր մեջ էլ լինեն տես մարդիկ, որ չեն կարում բարձր աղոթեն։ Պրոբլեմ կա։ Դե մի կողմից, որովհետև Աստծո հետ մարդը իրան ներսով է կապնված։ Դա էլ կարա լինի։ Ու ված չի էտի, շատ լավ է, բայց ինչն է կարևոր։ Երբ որ մենք ասում ենք բարձր աղոթի, նկատի չունենք, որ ձևեր թափես։ Այդ չի մեր իմաստը։ Նախ սենց թենես ծառայող մարդը պիտի սովորի բարձր աղոթի, որովհետև լավ, ես եկա, քեզ խնդրեցի, ասի իմ համար մի հատ աղոթի, ու դու մտքումդ չես աղոթելու։ Ես այդ քո մտքի աղոթածին ո՞նց ասեմ ամեն։ Պետք է լսեմ դու ինչ ես ասում։ Ու հասկանալի լեզվով իհարկե։ Ստեղ կարևոր բանը ինչն է, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը իր կյանքում հռչակում է։ Հռչակել բառը, չգիտեմ, ինչքան ենք մենք հասկանում, հռչակել նշանակում է հայտնի սարքել բոլորի առաջ։ Լավ, դրա կարիքը ինչու մենք ունենք։ Ես իմ սրտով, իմ ներսում ես հավատում եմ։ Ինչ կարիք ես ունեմ, որ բոլորը իմանան։ Ոչ միայն մարդիկ, այլ նաև հոգևոր աշխարհը։ Ինչ կարիք կա։ Շատ մեծ կարիք կա։ Հենց առաջերտին իմ համար։ Երբ որ ես մի բան հռչակում եմ, ընդունում եմ որոշում ու հայտարարում եմ, դա դառնում է օֆիցիալ։ Երբ որ երիտասարդ զույգերը ամուսնանում են, լավ է ու տենց է ճիշտ, որ գնան զաքսավորվեն, պետության առաջ հայտարարեն, ստորագրեն, որ այո, մենք մարդուկին ենք, թաքուն բաներ չի կամ սենց մեր մեջ, կարևոր է այդ ժողովուրդ ջան, շատ կարևոր է։ Երբ որ ես մի բանը վստահ հայտնապես
հռչակում եմ իմ կյանքում, դա շատ կարևոր է։ Այլ ոչ թե դե հա էլի, դե հա դա կա տես բան, հա, գնում եմ էլի, ասենք անավատ քո կոլեգա ինչ-որ մեկ ասում, հա դու էլ ես եկեղեցի հետում, դե հա կա տես բան, թեթևի մեջ հետում եմ։ Բայց ինչի դու չասես պարզ ու ինչից ես ամաչում, ինչ, ասենք, եթե չեն հասկանում այդ իրանց պրոբլեմն է, բա հաստատ փառք Աստծո էդի մեծ ողորմություն է, որ մենք եկել ենք Աստծո տուն։ Ու դրա համար կարևոր է, որ մենք հայտնապես իմ ձայնով ես ասեմ, որ Հիսուսը իմ Տերն է, որ ես իրան փառաբանելու եմ։ Աստծո տան մեջ ես միշտ գալու եմ փառքը տամ Հիսուսին։ Ու նման շատ բաներ։ Դա կարևոր է։ Մարդը մտածում է, դե չէ, ես չեմ ուզում ուրիշների առաջ ինչ կարևոր է, շատ կարևոր է։ Իհարկե, երբ որ մենք հռչակում ենք մի բան, հոգևոր աշխարհը լսում է, սատանան դևերներն են լսում։ Բայց նրանք որևէ իշխանություն չունեն մեր կյանքում, որևէ։ Ասես մի պստիկ էլ չունեն։ Չկա, տենց իրանք պարտված են։ Աստծո խոսքն ասում է, որ մենք հաղթող ենք։ Մենք որևէ պատճառ առիթ չունենք, որպեսզի վախենանք դևերից կամ սատանայից, ու պետք է չի ավել պակաս խոսանք իր հասցեին, որ դրա կարիքն էլ չունենք։ Մենք պետք չի, որ ընդհանրապես շեղվենք այդ թեմայով։ Մեր նպատակն է, երբ որ մենք հավատքի եկանք, նպատակն է Աստծուն մեծարել, Աստծուն փառաբանել։ Սա է մեր մեկանալ Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Մեկանալ Աստծո հետ։ Ինչով ուզում ես զբաղվի։ Ես էլ եմ տուն առել, ես էլ եմ ավտոմեքենա առել, ես էլ ունեմ երեխա։ Այդ ամեն ինչը ինչ որ չափով ես էլ եմ անցել։ Ինչ էլ լինի, հասկանում ես, որ ամենակարևորը իմ կյանքում Հիսուսն է։ Ու կետ։ Ամեն ինչ լավ է, բարեկամությունը լավ է, ընկերությունը լավ է, ընտանիքը լավ է, ավտո, տուն, չգիտեմ ինչ ունենալա, բայց Հիսուսը բարձրական է ամեն բաները։ Ու դու պետք է հռչակես քո կյանքում էդի, դու պետք է դա հաստատես էդի քո կյանքում։ Ընդունես որոշում, որ այդ ձևը իմ համար այլևս այդ ձևը լինելու իմ կյանքում։ Սա շատ կարևոր է։ Այ արմատավորվելը, շինվելը միմիայն տենց է լինում։ Չի լինում, որ դու քո մտքում, քո ներսում, տես դու չես շինվի, չես արմատավորվի։ Դու աղոթի ու պարզ ասա, եկեղեցում պարզ ասա, քո ընկերների, քո պարզ ասա, եթե իրոք քո սրտում դա է, իհարկե։ Պարզ։ Պետք չի որևէ իմիտացիա, պետք չի որևէ կեղծավոր ինչ-որ բաներ, դա կարիք ընդվու։ Մենք եկեղեցում դրա կարիք չունենք, ես որպես հովիվ որևէ այդպես կարիք չունեմ, որ մարդիկ ձև անեն, որ ամեն ինչ լավ է։ Հիսուսին ընդհանրապես պետք չի տես բան։ Արմատավորվել եւ շինվել ու հավատքի մեջ հաստատվել։ Ուրիշ բառերով կարելի ասել, սա հավատքի գիրքն է, ժողովուրդ, ես ստորագրում եմ սրա տակ, սա իմ համար է։ Ես ընդունում եմ Աստծո խոսքը իմ կյանք։ Սրանից հետո այլևս Աստծո խոսքն է որոշելու իմ կյանքում, ինչ ես պետք է անեմ, ինչ չանեմ։ Զգուշ եղեք 8-րդ խոսքը։ Գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի կամ փիլիսոփայությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված եւ ոչ Քրիստոսի։ Որովհետեւ նրա մեջ աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ Ինչին էր պետք Պողոս առաքյալին սենց բաներ գրել Կողոսացիս եկեղեցին, որովհետև իրանք եկել էին միտեղ, իրանց ուսմունքների վարդապետությունների մեջ, որ այո, Հիսուսն է, բայց Հիսուսն էլ ստեղծված է, Հիսուսն էլ տենց մի դրա համար Պողոս առաքյալը մի քանի անգամ էս թղթում շեշտում է, որտեղ իրանք արդեն ուրիշ կրոնքի, ուրիշ բաների մեջ էին։ Այ ինչի է տենց, ժողովուրդ ջան, ինչի է տենց, որ
մարդը տեն շուտ կարա ծրվի, տեն շուտ կարա շուտ ասելով նկատի չունեմ մի օրում երկու օրում։ Դա կարա տևի մի քանի տարի, բայց մեկ էլ տեն մեզ լրիվ ուրիշ ուսմունքներ ա։ Մեկ էլ Կողոսացիս 3-րդ գլխի 5-ից 14 եկեք կարդանք։ Ուրեմն սպանեք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա։ Մի քիչ ուրիշ ձև կարելի էր թարգմանել։ Այն ինչը որ կապված է աշխարհի հետ, որտից դու եկել ես, սպանի, ոչնչացրու։ Այսինքն այն բոլոր կամուրջները, այն բոլոր կապող, քեզ կապող բաները, որ աշխարհիկ բաների հետ վերացրու։ Եկեք մի բան էլ հասկանանք, որ Աստված երբ որ մի բան ասում է, նա ակնկալում է, որ մենք որպես հավատացյալ կկատարենք։ Նա ակնկալիք ունի։ Նա ուզում է, որ այն ինչ որ ինքը ասում է, դու ընդունես քո կյանք ու քո կյանքում դու օգտագործես դա։ Բայց երբ որ մարդը տեղյակ է ու չի անում, դա անարգում է Աստծուն։ Ու թվարկում է բորնկություն, պղծություն, կիրք, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա, այսինքն անհնազանդության կամ հակառակվող մարդկանց վրա, որ մարդը միշտ հակառակվում է։ Ասում ենք արի եկեղեցի, ասում ենք աղոթի, ասում ենք Աստվածաշունչ կարդա, մարդը միշտ հակառակվում է։ Այսինքն ինքը պարզ չի ասում ես համաձայն չեմ դրա հետ կամ, բայց չի անում։ Դա նույնն է, մարդը հակառակվում է։ Դրա համար մենք պետք չի որ հակառակվենք։ Աստծո խոսքը ինչ ասում է, այդ ձև պետք է ապրենք։ Ամեն Ժողովուրդ ջան։ Մենք պատկերացում ունենք Աստծո բարկության վերաբերյալ։ Այդ ինչ է նշանակում Աստծո բարկություն։ Գրած է սարսափելի անգնես կենտանի Աստծո ձեռքը։ Մենք ուղղակի չենք պատկերացնում։ Մեզ թվում է թե մենք ոնց ապրում ենք ճիշտ է, դե մի ձև Աստված էդի կտեղավորի իր հասկացողության մեջ, մի ձև տենց յոլա կեթանք։ Ժողովուրդ ջան, Աստված ինչ ասում է, որևէ անիմաստ բան չկա։ Դրա համար եմ ասում, մենք պետքա ստորագրենք Աստծո խոսքի տակ, վարդապետության տակ, ասենք այո, դա ինձ է վերաբերվում, իմ համար է։ 7-րդ խոսքը, դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով, բայց հիմա դուք էլ դենն եք այն ամենը, բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Քանի անգամ եմ ես մարդու հետ խոսացել, տարբեր առիթներով։ Ասում եմ, ինչի՞ վատ բառեր օգտագործում։ Ադե մի քիչ բորբոքվում եմ, օգտագործում եմ։ Աստծո խոսքն ասում է մի արա։ Դե ես չեմ կարող իմ բնավորությունն տենց, էս է հազարատ պատճառ։ Լավ։ Ուրեմն Աստծո մեծ ողորմությունը կլինի, որ Աստծո հետ դու հələ հանդիպես։ Մի ստեք միմյանց։ Մեր մեջ կա մեկը, որ սուտ է խոսում։ Դե ձևի հարց ոնց կարելի է տալ հայերին։ Բայց կա մեր մեջ մեկը, որ ընդունել է որոշում, որ այլևս պետքա չստեն։ Ասացեք, որ ասա, որ էդի ոչ միշտ է օգուտ։ Որ չստես, էդի հաճախ քո դեմ էլ է գործում։ Հա, իրար թևեր եք բարձրացնում։ Մի ստեք միմյանց, հանեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ եւ նորը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Այստեղ չկա ոչ հույն եւ ոչ հրեա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, բարբարոս, չութացի, ծառա, ազատ։ Այս խոսքով առաջի անգամ լսում։ Մի հատ էլ կարդամ, թվում է թե այդքան կարևոր խոսք չի, բայց շատ կարևոր է։
11-ը մի հատ էլ կարդամ։ Այստեղ, այսինքն այս նորը, որ Աստծունը, որ հագնես դու կամ ընդունես, այստեղ չկա ոչ հույն եւ ոչ հրեա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, բարբարոս, քյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը եւ ամենի մեջ։ Մեր մեջ գիտեք ինչքան կա այդ մեր ազգասիրական բաները, ինչքան կա։ Իրականում հայն էլ չի սիրում, տարբեր շրջանները իրար հետ չունենել, բայց մենք մեր համար մի քիչ բարդ է ուրիշ ազգին հավասար ձևով ընդունելը, բարդ է, ես պարզ եմ ասում։ Բայց Քրիստոսի մեջ չկա այդ ձև բաներ, էդի հագի, այդ ձև փոխվի։ Ուրեմն, ինչպես Աստծո ընտրյալներ, սրբեր ու սիրելիներ, հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, միմյանց հանդուրժելով ու ներելով։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Տերը ներեց ձեզ, այնպես էլ դուք։ Հիսուսը քեզ ոնց ա ներել ու ինձ, այդ ձև դու երբ որ մեկը քեզ սխալ բան անում, այդ ձև պետք է ներես։ Եվ այս ամենի վրա սերը հագեք, որ կատարելության կապն է։ Քույրերս, եղբայրներս, ուշադիր լսեք։ Աստծուն փառաբանելը այտենց հեշտ բան չի։ Դա լավ բան է, բայց դու պետք է ճիշտ դասավորես քո կյանքը։ Աստված մի երկու բանով չի հրապուրվում։ Ես ըստ իր խոսքի եմ ասում, ես ոչ թե իմ կարծիքն եմ ասում։ Աստծո համար ամեն ինչն է կարևոր։ Աստծո համար կարևոր է ով ես դու, որ ինչ ես խոսում։ Ամեն մեկը չի որ ասում, փառքես Աստված այդից հալած յուղի պես ընդունում է։ Ով ես դու, որ դու փառքես տալի Աստծուն։ Դու կաս այդքան։ Դու ունես կյանք։ Երբ որ Աստված տենում է մեկին, որը որ ընդունում է որոշումներ իր կյանքում, թողում է այսի, թողում է այնի, հագնում է Աստծունը, Աստծուն ընդունում է, նման բանով է զբաղված, Աստված ուրախանում է։ Այսինքն մի բնագավառ չի, մի տեղ չի, որ ասես այսի որ եթե անես, օրինակ ասում ես, մարդը եթե գալիս է եկեղեցի, արդեն Աստծուն փառաբանում է։ Ոչ, իհարկե ոչ։ Եկեղեցի գալով էդի։ Կարևորը քո ներքին կյանքը, քո սենյակում դու ով ես։ Երբ որ Աստծո հետ խոսում ես, երբ որ Աստված ասում է, դու ինչ ես անում։ Թե ամեն անգամ ասում ես հունից էլա, մյուս անգամ լավ, մյուս անգամ կփորձեմ այդ ձև չլնեմ։ Իմ համար, իհարկե, մեզ բոլորիս համար մեծ օրինակ է Դավիթ թագավորը։ Դավիթը ուղղակի երբ որ ես կարդում եմ իր սաղմոսները, երբ որ ես իր մասին կարդում եմ թագավորած գրքերում, նաև Աստվածաշունչը ինչ է ասում։ Օրինակ Աստվածաշունչն ասում է Դավիթ ուներ սիրտ ըստ Աստծո սրտի։ Ինչ է դա նշանակում։ Դավիթը սխալներ արել էր, այո, կոպիտ սխալներ, մահացու մեղքեր էր գործել, շատ կոպիտ։ Բայց իհարկե նա նաև զղջալ ու կոտրվել գիտեր Աստծո առաջ, որ դա էլ քիչ բան չի, դա էլ կարևոր բան է, երբ որ մարդը ընդունում է իր սխալը։ Ես վստահ եմ, կլինեն մեր մեջ մարդիկ, որ չեն սիրում իրենց սխալը ընդունել, չեն սիրում։ Բայց Դավիթի ինչն էր կարևորը, որ Աստծո սրտի համեմատ սիրտ ուներ։ Դավիթի ուշք ու միտքն էր Աստվածին ինչա քո դուրը գալիս։ Թվում է, թագավոր մարդ ես Դավիթ, վայել էլի։ Հանդիպումներ, հացկերույթներ, այսօր մի քիչ մեր գործերը լավանում է, այլ տունը մեզ չեն տենում։ Անգերների հետ ստեղն է, բայց թագավոր մարդ։ Բայց ուշք ու միտքը, դուք պատկերացնում եք, ուշք ու միտքը Աստված ինչ է ուզում որ ես անեմ։ Բա դրա համար սա Աստծո սրտի համեմատ մարդ է։ Դա հեշտ չի։ Տուն, երեխեք, հոգսեր, են աշխատել, թագավորական գործեր, պետությունա, այն պետության հետ հանդիպումներ, այդ ամեն ինչի մեջ
կարևորը Աստվածը, կարևորը։ Մեր բոլորի համար էլ է կարևոր Աստվածը։ Հուսով եմ, հավատում եմ, որ այդ ձևա։ Բայց կարևորա ինչ նկատի ունենք։ Օրինակ մարդը կարող ասի, իմ համար Աստված շատ կարևոր է։ Ինչ նկատի ունես քո համար կարևոր է, այսինքն ինչ։ Այդ ինչ է նշանակում։ Իմ համար Աստված կարևոր է։ Ես ո՞նց հասկանամ դա քո համար որ կարևոր է։ Ինչ չափով է կարևոր։ Այսինքն ուշ քու միտքը տա իր կարևոր գործերն անես, էսի արդեն լուրջ բան է։ Բայց եթե sense ուղղակի sense խոսակցական մակարդակում ինքը կարևոր է, դե ոչ մի բան։ Համաձայն եք իմ հետ։ Դե ոչ մի բան։ Ձգտի այ արմատավորվելը ու շինվելը դա է։ Ձգտի Աստծո ուզածը անես։ Հələ փորձի քո աղոթները, թող հլեն աղոթները, որ փրկի, տուր, բան, տես, բժշկի, բան, տես, դա էլ է լավ աղոթներ, բայց հələ մի պա թող այդ տենց աղոթները։ Այն փսլինքներով լացել են երեխու պես ես եմ ուզում, են եմ ուզում։ Հələ մի պա հələ եկեք մի հատ այդ բանից ելնենք հələ։ Հələ փորձի Աստծո հետ sense խոսալուց քո աղոթների մեջ ասա, Տեր, ինչ ես ուզում, ես ինչ անեմ։ Ու երբ որ Աստվածաշունչ ես կարդում, քո մտքից ինչ է Աստված քեզ ցույց տալի։ Ինչ անես դու։ Կարանես բան Աստված ասի, որ մտքովդ էլ չանցնի, որ դա Աստված ուզում։ Կարա լինի։ Բայց նաև ամենապարզ ձևը, որ իմանաս Աստված ինչ է ուզում, Աստծո խոսքը կարդաս։ Ես ինչ եմ sense երկար կարդում։ Ստեղ պարզ գրած է, էսի մի արա, էսի արա, sense մի արա, sense արա ու sense արա։ Եթե ուզում ես Աստծո կամքը կատարես, sense արա։ Ու երբ որ տենց անես, դու կզգաս հաջորդ քայլը ինչը։ Այ Դավիթը Ժորժան Դավիթը անենց ստրուկտուրա էր ստեղծել քահանաների երգչախմբի անենց որ նոր կտականում Աստված ասում է ես ուզում եմ այդ Դավիթի այդ Դավիթիս ստեղծածը բերեմ այդտեղ կամ այդտեղ նորոգեմ որովհետև այդ ձևի սիրտ ունեցող դուք պատկերացնում եք բոլոր թագավորներին համատվում է Դավիթի հետ գիտեք որ կարդացել եք գիտեք այսինքն ինքը մեկն է որով համեմատվում է այսօր բիզնես աշխարհում շատ դժվար է դրան հասնել որ ասենք այտենց օրինակներ կա իհարկե օրինակ 90-ականներում կհիշեք մենք ասում էինք այդանք քսերոքս անենք հիշում եք տենց արտահայտություն կա Համել ենք չէ տենց ասում մենք քսերոքս անենք բայց դու գիտեք չէ քսերոքսը ֆիրմայի անունն է դա տպելու հետ որևէ կապ ունի բայց ուրեմն այդ ֆիրմեն հասել է նրան որ մեր խոսակցության մեջ մտելա դա անելը նշանակում է այդ ֆիրմայի անունն ասելը Էսի լուրջ ձեռբերում է ու նման եթե օրինակներ կա Համիգամ հոգևորը լուրջ ձեռբերում է երբ որ Աստված ինքը ոչ թե մարդիկ Աստված մարդկանց համատում է մի հոգու հետ Էսի շատ լուրջ ձեռբերում է շատ լուրջ Այդ նշանակում է այդ մարդը սենց ֆոկուսը դրել է մի բանի վրա Աստծուն մեծարեն Ատրա վրա է ամենակ իր ուշքի միտքը Դավիթը լավ հայր էր Մամ չէ Լավ էր դաստիարակում էր երեխեքին թերություններ կար ինքը լավ հարաբերություն չուներ իր երեխեքի հետ տղեքի հետ ու դրա համար ապստամբեցին լավ չէր բայց ինչն էր լավ Աստված Ժորժան Ես շատ եմ մտածել դրա մասին շատ տարիների ընթացքում Իհարկե ճիշտ է հավասարակշռել Աստծուն ծառայությունը ու քո ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելը բայց ծառայություններ կա որ դու ի վիճակի չես տենց անես մեկը կորուստա լինելու դու չես կարա լավ թագավոր լինես Աստծու հետևից գնացող լինես լավ հայր լինես լավ դաստիարակես դժվար է այդ ինչի որովհետև ժամանակը սահմանափակ է ես չեմ կարա միշտ եկեղեցու ծառայություններում լինեմ
Բայց այդ ընթացքում ես նաև լինեմ իմ երեխու հետ, իմ կնոջ հետ պատկերացնում եք, չէ՞, դες չի լինի։ Այսինքն ինչ որտեղ զրկվում են, որ ինչ որտեղ մի բան լինի։ Ես ինչ եմ սա ասում, որ դուք հանգարց չպատկերոնակ մարդկա ասում է, չէ, կարևորը ընտանիքը չի։ Ես հետ եմ ընտանիքիս հետ։ Ընտանիքը կարևոր է, բայց ոնց որ թե Աստված ավելի կարևոր պետք է լինի։ Իհարկե պետք է համատեղել, պետք է ասենք փորձել բալանսավորել, հավասարակշռել, բայց բաներ կա, որ անխուսափելի է։ Էդի ես ասեցի հովվական ծառայության վատ կողմերի մասին։ Այդ իրոք թերություն է։ Բայց ամեն դեպքում Դավիթը սիրտ ուներ։ Ու Դավիթի սաղմոսները, երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք ինքը ինչ ձևեր լրիվ դասավորել։ Քույրս եղբայրս, դասավորի քո կյանքը նենց, որ դու Աստծուն կարանաս փառավորես, մեծարես, դասավորի, ուղղակի մտածի։ Օրինակ եմ ես ասում, երբ որ դու տունը հյուր ես կանչում։ Տարբեր ձևով կարելի է հյուր կանչել, տարբեր ձևերով։ Հյուրա, եկել է, թե միտեղ կնստի մի բան կուտի էլի։ Էսի մի ձև է, մի շաբաթ առաջ մտածում ես ոնց եմ հյուրասերելու, ինչ եմ անելու, որտեղ նստելու։ Լինում է պահեր, դու այդում ես, քո համար աթոռ չկա նստես։ Հրավիրել են։ Բայց հրավիրող կողմը պետք է նստի մտածի։ Հրավիրում եմ 10 հոգի, 10 աթոռ ունեմ, այն մինիմում բաներն եմ ես ասում, 10 աթոռ կա, հա կա, всё, 10 աթոռ կա, ափսեները, էսի, էնի, ինչ ենք ուտում, ինչ ենք մի հատ համով թեմաներ, մի հատ էս, որ շփվենք, մի հատ լավ երեկո անենք։ Այսինքն մարդուց է կախված դա։ Մարդուց կախված շատ բան կա։ Եթե ես մի բան անում եմ, օրինակ ես եկեղեցու հովիվ եմ։ Ինձանից է, չէ՞ կախված, մենք ո՞նց ենք պատկերացնում Աստծուն մեծարելը մեր եկեղեցու մեջ։ Այդ ո՞նց ենք պատկերացնում։ Օրինակ ես եկեղեցի եմ գնացել, դուք էլ վստահ, դուք էլ։ Երեխեքը վազվզում են ծառայության ընթացքում, ով ինչ ուզում ասում է։ Ես մի հատ եկեղեցում էի զարմացա, փոքր եկեղեցի էր, մի 18-20 հոգի էին։ Միկրոֆոնը այսպես դրած էր։ Ով ուզում գալի վերցնում էր, ինչ ուզում խոսում էր, ով ինչ ուզում, ասում ընտանիք ենք, հասարակ, սիրում։ Այնտեղ հեռախոսը զանգես, մեկը խոսում է բարձր, այստեղ քարոզ է այդում։ Մենք հասարակ մարդ ենք, վանկես, միամի, խոսա ինչ է եղել։ Ինձ էլ են ասել, դուք շատ խիստ եք։ Հարցը ստե խստությունը չի։ Հարցը, եկեք մի պահ պատկերացնենք, երբ որ պաշտամունքը սկսում է, Սուրբ Հոգին ստեղ է։ Մենք ո՞նց ենք հարգում Սուրբ Հոգուն։ Պաշտամունքի ժամանակ մտքերդ գնում այսին որտեղ, դու արդեն այնտեղ ես ինչ ես անում։ Սուրբ Հոգին գալիս է քո հետ ուզում է շփվի, դու չկաս, դու տեղում չես։ Այն որ տուկ-տուկա տալի, բայց դու տեղում չես։ Այ ո՞նց ես դու կազմակերպում, ո՞նց ես դու հարգում, ո՞նց ես դու մեծարում Աստծուն քո առօրյայում։ Այս է։ Ամբողջ թեման սա է։ Դավիթը կարողացավ ճիշտ դասավորել, կարողացավ։ Եկեք Սաղմոսն էլ կարդանք, ու սրանով ես կվերջացնեմ։ Սաղմոս 145-ը։ Փառք մեր Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Եկեք Սաղմոսը ես ամբողջը կկարդամ, ընդամենը քանի 21 խոսք է, ես այդ բոլորը կկարդամ, սրանով վերջացնենք ու միասին կաղոթենք։ Փառաբանության երգ Դավիթի օրհնաբանություն։ Այնպես կուզեի Դավիթի ժամանակ ընկնեի, այդ իրանց փառաբանությունը լսեի, ոնց սա ճիշտ կազմակերպված։ Օրինակով կուզեր Դավիթի քարոզը լսեր։ Հետարքիր է, շատ հետարքիր է։
Պիտի բարձրացնեմ քեզ ով իմ Աստված, ով թագավոր եւ պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավետենից։ Մենք կարող ենք բարձր հիմա Ժորժ ջան։ Կողը եթե մարկա քնած, արթնացրու ասես են կարևոր բան է, արթնացեք։ Հանակ եմ անում։ Մենք կարանք այս 3 բանը բարձր մեր ձենով ասենք։ Կարանք Ժորժ ջան։ Սպասի ասեմ 1 2 3, այս 3 բանը Սա ինչ է, սա հրճակում է քո կյանքում բարձր ձենով դու ասում ես ես սենց եմ անելու։ Սկսենք։ Պիտի բարձրացնեմ քեզ ով իմ Աստված, ով թագավոր եւ պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավետենից։ Ամեն։ Միշտ ես պետք է դրանով զբաղվեմ, դա է իմ գործը, դա է իմ պաշտամունքը, միշտ, հիմա դու կարաս քեզ ասես, դու ասեցիր, բայց մի ասես, ով իմ անց կամ Արտուր տղա, պետք է միշտ փառաբանես, մատ քո անունը ասա ու ասա պետք է միշտ փառաբանես Հիսուսին, Չէ, քո ձայնով ասա խնդրում եմ, իմ համար չէ, քո համար եմ խնդրում, քո ձայնով ասա, եկեք, 1, 2, 3, քո անունն ասա ու ասա, որ փառաբանի Տիրոջը, ով չասեց, եկեք անկեղծ, ով չասեց, էլ ով չասեց, Հիմա դուք եք, հավատացեք կարևոր ասա, քո բառերով, քո ձայնով ասա, բայց վստահ, եթե դու էդի չես ուզում, պետք չի ասես, իհարկե չէ, բայց ես գիտեմ, որ ուզում ես ասես, Արտուր տղա, ես ինձ եմ ասում, Արտուրն էլ աստեղ, բայց ես ինձ եմ ասում, Պետք է միշտ փառաբանես Տիրոջը։ Ժողովուրդ, լավ տրամադրություն է, վատ տրամադրություն է, գործերը լավ է այդում, գործերը վատ է այդում, ինչ սիտուացիա է ընտանիքում, որևէ կապ չունի։ Ես միշտ պետք է բեցարեմ Տիրոջը։ Սա է իմ պաշտոնը, սա է քո պաշտոնը, սա է քո գործը։ Ամեն օր, երկրորդ խոսքը, ամեն օր պետք է օրհնեմ քեզ։ Եվ քո անունը պետք է գովեմ հավիտյանս հավետենից։ Կարանք ասենք ամեն օր։ Ամեն օր։ Ես երկնքում չեմ ապրում, Ժողովուրդ ջան։ Ես Մարսում չեմ ապրում, երկնքում չեմ ապրում։ Պրոբլեմներ ալում, հոգսեր ալում, պահ ալում, սկի հավեսը ոչ թե չկա։ Հավեսը ցես գցել ես քացու տակ ուղակի։ Բայց Ես ինձի զորում եմ ասում Արտուր դու պետք է փառաբանես Տիրոջը։ Ամեն օր։ Երրորդ խոսքը մեծ է Տերը եւ հույժ գովելի, չափ չկա նրա մեծությանը։ Սերունդը սերունդին պետք է գովի քո գործերը եւ պետք է պատմեն քո զորությունները։ Քո թագավոր մեծության գերեզգության կներեք։ Քո փառավոր մեծության գերեզգության մասին եւ քո հրաշալի գործերի մասին պետք է ես մտածեմ։ Քո ահավոր զորության մասին պետք է խոսեն եւ ես պետք է պատմեմ քո մեծությունը։ Քո մեծ բարության հիշատակը պետք է հրապարակեն։ Էդ ինչ բառա հրապարակել։ Հրճակել, հրապարակել, հայտնել։ Մենք հայերենում ունենք լավ բառ, հայտնել, հայտնի դարձնել, որ բոլորը իմանան։ Չեմ ասում, այն որ տեղին, անտեղին հետ մեզ գիտես, ես գիտես ինչեր են, դա մասին չի խոսքը, բայց ողորմած է եւ գթած Տերը, համբերատար է եւ բազմողորմ, բարի է Տերը բոլորի համար, նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում, Տեր, քո բոլոր գործերը քեզ պետք է գովաբանեն եւ քո սրբերը պետք է օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքի մասին պետք է խոսեն եւ պետք է պատմեն քո զորությունները, որպեսզի մարդկանց որդիներին իմացնես նրա զորությունները
եւ նրա թագավորության փառավոր մեծությունը։ Քո թագավորությունը հավիտյան թագավորություն է եւ քո իշխանությունը սերունդից սերունդ։ Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին եւ կանգնեցնում է բոլոր կռացածներին։ Բոլորի աչքերը քեզ են սպասում եւ դու նրանց կերակուրը տալիս ես իր ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը եւ հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ Տերն արդար է եւ իր բոլոր ճանապարհների մեջ եւ ողորմած է իր բոլոր գործերում։ Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում, այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրանից վախեցողների կամքը եւ լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշներին։ Իր բերանը պիտի խոսի Տիրոջ, իմ բերանը պետքա խոսի Տիրոջ օրհնությունը եւ ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավետյանս հավետենից։ Ու ինչ ենք ասում։ Ամեն։ Ամեն մարմին։ Այ հիմի ճիշտ ժամանակն է քո կողը նստած ով է, նաշ ձախ, ասա դու էլ այդ ամեն մարմնի մեջ ես։ Դու էլ ժողովուրդ, քանի մենք ծառայելու ենք կորտրեքում, թույլ չենք տալու, որ ստեղ մեկն ու մեկը կորի։ Թույլ չենք տալու։ Ինչ է անում Դավիթը այս Սաղմոսի մեջ։ Դավիթը գովաբանում է, պարծենում է իր Տիրոջով, հայտնում է, հռչակում է, տարածում է լավ լուրը, ուրախանում է ու դարձյալ գովաբանում է։ Այդ մարդը դրանով ապրում։ Այդ մարդու ուշք միտքը հետա։ Հա, զբաղվում է գործերով, բայց այն կենտրոնական ուշք միտքը իր հետ է։ Շատ ուսուցողական է, շատ վերցնելու բան է։ Եկեք ոտի կանգնենք աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր ջան, փառք քեզ։ Օգնի մեզ Տեր ջան։ Մենք որպես եկեղեցի օրհնի միշտ մեծարենք ու բարձրացնենք քո անունը Տեր իմ Աստված։ Մեր ծառայություններով, մեր պահվածքով, մեր խոսելով, մեր չխոսելով, մեր ներելով, մեր ճիշտ վարքով Տեր իմ Աստված, մեր սիրով ու մեր գթությամբ ու մեր ողորմությամբ Տեր ջան, մեծարենք քեզ Տեր իմ Աստված։ Օգնի մեզ Տեր ջան։ Օգնի մենք ճիշտ կազմակերպենք, ճիշտ դրվի ամեն ինչ իր տեղը Տեր իմ Աստված։ Տեր ջան, դու տեսնում ես, դու գիտես մեր թերությունները։ Ամեն մեկիս անձնապես, նաև որպես եկեղեցի Տեր ջան։ Օգնի, որպեսզի մենք շտկվենք, օգնի, որպեսզի մենք ճիշտ կանգնենք Տեր ջան, ճիշտ կարողանանք մեծարել եւ փառաբանել քո սուրբ անունը։ Օգնի մեզ այդ հարցում Տեր ջան։ Խնդրում ենք։ Շնորհակալ եմ Տեր ջան, որ ամեն մեկիս հետ դու խոսում ես մեր լեզվով, մեզ հասկանալի ձևով։ Ու շնորհակալ եմ Տեր ջան, որ դու սարքում ես մեզ ծառայողներ։ Փառքը քեզ Տեր ջան։ Շնորհակալությունն ու գոհությունը քեզ։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Թող ընդունելի լինի Տեր ջան, մեր աղոթները, մեր պաշտամունքը, մեր խոսույթը, մեր պահվածքը քեզ Տեր ջան։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։